10 փաստ ինչ, տեսքս Ջոն Ուիկից ենք խոսելու։ 10 փաստ Ջոն Ուիկի մասին, որ շատ քչերը գիտեն։ Առաջին, ֆիլմը հնարավոր է երբեք չնկարահանվեր։ Շատ ստուդիաներ արհամարել են սցենարը եւ հրաժարվել են ֆինանսավորել։ Ֆիլմը իրականում փրկվեց հենց այն ժամանակ, երբ անձամբ Կիանու Ռիվսը հետաքրքրվեց սցենարով։ Երկրորդ, Ջոն Ուիկի կերպարը նախատեսված էր 75 տարեկան դերասանի համար։ Սցենարիստը Դերեկ Քոլստադը պատկերացրել էր հերոսին որպես շատ ծեր վարձկան, Քլինթ Իսթվուդի պես։ Երրորդ, Գանֆու մարտական ոճը ստեղծվել է հենց այս ֆիլմի համար։ Այս ոճը այնքան ազդեցիկ էր, որ հետո շատ ֆիլմեր ընդօրինակեցին այն։ Չորրորդ, Քիանու Ռիվսը իրականում շատ բան հենց ինքն է անում։ Ամիսներ շարունակ մարզվում է, սովորել է տակտիկական հրաձգություն եւ արել է հնարքների մեծ մասը։ Զենքի վերալիցքավորումները եւ կրակոցները այնքան իրական են եղել, որ նույնիսկ շատ զինվորականներ են գովել դրանց ճշգրտությունը։ 5-րդ, ֆիլմում կա իրական զինվորական մարտավարություն, այսինքն նրանք հրավիրել են իրական հայտնի մարտական խորհրդատուներ։ Այդ պատճառով շարժումները, դիրքերը, վերալիցքավորման տեխնիկան համարվում են կինոյի պատմության մեջ ամենաիրատեսականներից։ 6-րդ, կոնտինենտալ հյուրանոցը հիմնված էր իրական գաղափարների վրա։ Գաղափարը գալիս է հին քրեական պատմություններից, որտեղ որոշ վայրեր չեզոք տարածք էին համարվում հանցագործների համար։ 7-րդ, Ջոն Ուիկի սպանությունների թիվը անսովոր մեծ է։ Միայն առաջին ֆիլմում Ջոն Ուիկը տեսանելի սպանում է մոտ 77 մարդու, իսկ ամբողջ շարքում այդ թիվը անցնում է մոտ 400-ը։ Դա նրան դարձնում է ամենամահաբեր հերոսներից մեկը։ 8-րդ, ֆիլմում Ջոն Ուիկի մեքենան իրականում Ռիվսի ամենասիրած մեքենան է։ Ford Mustang Boss 429, պապայություն։ Այս մեքենան շատ հազվագյուտ է, շատ թանկ եւ դարձել է ֆիլմի խորհրդանիշներից մեկը։ 9-րդ, Ջոն Ուիկի ֆիլմաշարը ավելի մեծ է, քան դուք գիտեք, քանի որ հետագայում ծնվել են նաեւ The Continental եւ Ballerina ֆիլմերը, որոնք արդեն բացում են ամբողջ մարդասպանների աշխարհը։ Եվ 10-րդ, ֆիլմը նաեւ շատ հայտնի է դարձել գլխավոր փոքր պատճառից։ Ջոն Ուիկի հսկայական վրեժը սկսվում է ընդամենը շան սպանությունից։ Դե իհարկե այդ շունը նրա կնոջ տված վերջին նվերն էր, բայց հենց այդ հանգամանքը ֆիլմը դարձրեց շատ ավելի հայտնի։ Դե իսկ դու հետևիր ալիքին, դեռ շատ ֆիլմերի մասին ենք խոսելու։